Երևանի կենտրոնում, հենց այնտեղ, որտեղ այսօր կանգնած է Ստեփան Շահումյանի արձանը, ժամանակին վեր էր խոյանում Սուրբ Նիկոլայի եկեղեցին, հին Երևանի ամենագեղեցիկ կառույցներից մեկը։ Եկեղեցու նախագիծը ներկայացվել էր 1891 թվականին Ալեքսանդր III-ի օրոք, իսկ արդեն 1894-ին Նիկոլայ II-ի գահակալության տարիներին այն պաշտոնապես հաստատվեց։ Շինարարությունն ավարտվեց 1900 թվականին և տաճարը սկսեց գործել, դառնալով քաղաքի կարևոր հոգևոր ու մշակութային կենտրոններից մեկը։ Սուրբ Նիկոլայի եկեղեցին առանձնանում էր իր յուրահատուկ ճարտարապետությամբ։ Այստեղ միահյուսված էին ռուսական եկեղեցաշինության ձևերն ու հայկական ավանդույթները։ Այն կառուցված էր հայկական սև և վարդագույն տուֆից, ուներ գմբեթներ ոսկեզօծ խաչերով, իսկ ներսը զարդարված էր հարուստ որմնանկարներով, ստեղծված հայ և ռուս նկարիչների կողմից։ Եկեղեցին շրջապատված էր ծառերով, խնամված այգիներով ու պարտեզներով և գտնվում էր քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում, դառնալով յուրահատուկ ապահովակ հին Երևանի աշխույժ թաղամասերի միջև։ Այսօր էտ ամենի մասին պատկերացում ենք կազմում միայն մեզ հասած մի քանի լուսանկարներից, սակայն 1931 թվականին տաճարը ոչնչացվեց և նրա տեղում կանգնեցվեց Ստեփան Շահումյանի արձանը։ Սուրբ Նիկոլայի եկեղեցին ոչ միայն ճարտարապետական կոթող էր, այլև քաղաքի հոգևոր կյանքի կարևոր մասը։ Նրա կորստով Երևանը զրկվեց իր պատմության արժեքավոր էջերից մեկից։ Այսօր մնացել են միայն հիշողությունները և մի քանի լուսանկար, որոնք պատմում են այն գեղեցկության մասին, որն այլևս չկա։